Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ անդրադառնալ մի շատ հետաքրքիր թեմայի՝ ճանապարհորդություն դեպի դրական էներգիա։ Ինչ է սա նշանակում։ Բայց մինչ առաջ անցնելը, եթե նոր եք միացել իմ ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, դիտեք բոլոր վիդեոները, որոնք դեռ չեք դիտել, որտեղ դրանք շատ հետաքրքիր են եւ շատ օգտակար։ Հիմա եկեք կիսվեմ իմ պրեզենտացիայով եւ անցնենք առաջ։ Եթե առաջին անգամ եք միացել իմ ալիքին, ընդհանրապես առաջին անգամ եք ինձ տեսնում, արագ ներկայացնեմ, ես Արմենն եմ Սեթաղյան, հանձնանում եմ չինական մետաֆիզիկայի թվագիտության մաստեր, սերտիֆիկացված եմ, գիտելիքներ ձեռք եմ բերել Joy Up Academy-ան, որը գտնվում է Կուալա Լումպուրում։ Հանդիսանում եմ որպես բիզնես խորհրդատու, անձնային աճի մարզիչ, իսկ ավելի կարճ ասած, իմ գիտելիքներով փորձում եմ օգնել մարդկանց հաղթահարել իրենց կյանքում եղած խոչընդոտները եւ գրանցել դրական արդյունքներ։ Հիմա եկեք հասկանանք, թե ընդհանրապես ճանապարհորդությունը մետաֆիզիկայում իրենից ինչ է ներկայացնում։ Քանի որ մենք հիմա գտնվում ենք ակտիվ արձակուրդների շրջանում, հա, ամառային սեզոնն է, բոլորը ճանապարհորդում են, որոշները արդեն հանգստացել են, իսկ որոշներն էլ նոր են պատրաստվում գնալ ճանապարհորդության եւ ուզում են կատարել որոշակի պլանավորում։ Մետաֆիզիկայի տեսանկյունից ճանապարհորդությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ անձի կյանքի վրա։ Այն կարող է ունենալ դրական ազդեցություն եւ ընդհակառակը կարող է ունենալ նաեւ բացասական ազդեցություն։ Մետաֆիզիկան մեզ հնարավորություն է տալիս նախորդ հասկանալ, թե ընդհանրապես մենք ինչ արդյունքի կարող ենք հասնել տվյալ ճանապարհորդությանը գնալուց հետո, հա։ Ընդհանրապես մետաֆիզիկայում, երբ որ ասում ենք ճանապարհորդություն, դա երկարաժամկետ ճանապարհորդության մասին է, այն չի ենթադրում մեկօրյա, այսինքն 24 ժամվա ընթացքում ինչ որ մի վայր գնալ եւ հետ գալուն, հա, դրա մասին չէ խոսքը։ Խոսքը նրա մասին է, երբ որ դուք գնում եք մեկ այլ քաղաք եւ մնում եք տվյալ վայրում մեկ օրից ավել, կամ ճանապարհորդում եք այլ երկիր, հա, կամ այլ մայրցամաք ընդհանրապես տեղափոխվում եք եւ մնում եք մեկ օրից ավել։ Սա շատ հետաքրքիր թեմա է, շատ խորը թեմա է, կփորձեմ այսօր ես այս թեման մի փոքր այսպես սեղմել, դարձնել այն հնարավորինս մատչելի ընկալելու համար եւ իհարկե կիրառելի, որովհետեւ ցանկացած ինֆորմացիա, որ ես փորձում եմ փոխանցել մետաֆիզիկայի աշխարհից, ես փորձում եմ այն տալ շատ պարզ ձևով, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա ընկալել եւ օգտագործել, որովհետեւ մետաֆիզիկան, հիշենք, միշտ օգնում է մեզ հասկանալ ընդհանրապես բոլոր տեսակի իրադարձությունները, պատճառատևանքային կապերը, որոնք մեր կյանքում տեղի են ունենում, եւ բնականաբար այն նաեւ օգնում է մեզ հուշումներ է տալիս, թե ինչպես կարելի է օգուտ քաղել, հա, այն ամենից, ինչը տեղի ունենում է շրջապատում, եւ մասնավորապես, եթե մենք ունենք հնարավորություն կատարել պլանավորում, այսինքն մենք կարող ենք ընտրել ամիսը, մենք կարող ենք ընտրել ինչու՞ չէ նաև ճանապարհորդության օրը, ապա դա եւս շատ կարեւոր է։ Ընդհանրապես մետաֆիզիկան երկու բառով եթե ներկայացնեմ, այն ներկայացնում է անձի գործողությունը որոշակի ժամանակահատվածում, որոշակի իրադարձությունների իրավիճակում եւ որոշակի ուղղությամբ, հա, այսինքն մենք երեք ֆակտոր ենք ունենում, մի ֆակտորը դա անձն է, որը գործողություն կատարողն է, մյուսը դա ժամանակի ֆակտորն է եւ երրորդը դա արդեն որ ուղղությամբ ենք մենք այդ գործողությունը կատարում, հա։ Սա առավել խորը նաև ուսումնասիրվում է հենց ցիմենում, ինչու՞ չէ նաև ֆենշույում, բայց այսօր ես կներկայացնեմ ֆենշույի տեսանկյունից, իսկ ավելի կոնկրետ ես կներկայացնեմ ամսվա թռչող աստղերի տեսանկյունից։ Ովքեր ինձ երկար ժամանակ են հետևում, ծանոթ են թռչող աստղերի հասկացողությանը, իսկ ովքեր ոչ, փորձեմ կարճ ներկայացնեմ։ Թռչող աստղերը դրանք էներգիաներ են, որոնք ըստ ֆենշույի տեղակայված են որոշակի հատվածներում, հա։ Ունենք տարեկան թռչող աստղեր, իմիջիայլոց աստղերը դրանք 1-ից 9 թվերով են ներկայացվում, տարվա կտրվածքով դրանք տեղակայված են որոշակի հատվածներում, երբ որ ասում ենք հատվածներ, մենք նկատի ունենք մեր տարածքի, հա, մեր բնակարանի կամ մեր աշխատավայրի, մեր տան եւ ինչու՞ չէ, եթե մի քիչ ավելի գլոբալ գնանք, ապա ամբողջ երկրագնդի մասով, հա։
Ունենք նաև ամսվա թռչող աստղեր, այսինքն այս աստղերը տեղաշարժվում են ամսվա կտրվածքով, այսինքն յուրաքանչյուր ամիս նրանք իրենց դիրքերը փոխում են։ Տարվա աստղերը փոխում են իրենց դիրքը տարվա կտրվածքով, տարին երբ որ փոխվում է, ըստ չինական օրացույցի փետրվարի 4-ից հետո տեղի է ունենում տարվա փոփոխություն։ Դրան համապատասխան փոխում են իրենց դիրքերը նաև թռչող աստղերը տարեկան։ Մենք կփորձենք մի փոքր ավելի ուշադրություն դարձնել այսօր, հատկապես ամսվա թռչող աստղերին, իհարկե ունենք նաև օրվա մեջ թռչող աստղեր, բայց դրանք մի փոքր ավելի խորը եւ մասնագիտական նշանակություն ունեն։ Այսօր ավելի շատ ես ուշադրություն կուզենամ դարձնենք հենց ամսվա թռչող աստղերին, իհարկե տարեկանն էլ է կարևոր, բայց եկենք մի փոքր ավելի ուշադրություն դարձնենք ամսվան եւ փորձենք հասկանալ, թե ամսվա հետ կապված, ինչպես են փոխում իրենց դիրքերը աստղերը եւ ինչպես կարելի է դա օգտագործել կամ ինչպես հասկանալ դա։ Հիմա եկեք նայենք հենց այս ամիսը, հուլիս ամիսը, ուրեմն հուլիսը ըստ չինական օրացույցի սկսվել է հուլիսի 7-ից, կշարունակվի մինչև օգոստոսի 7-ը։ Այս շրջանում մենք գտնվելու ենք այծի ամսվա մեջ եւ փայտե այծի ամսվա մեջ եւ այս ամսվա ընթացքում մենք ունենք աստղերի հետեւյալ դասավորվածությունը։ Հարավ-արևելքում մենք ունենք 2 եւ 9 աստղերի առկայությունը, երկուսը դա համարվում է, քանի որ ամսվա աստղերին եմ անդրադառնալու, եկեք ամսվա աստղերը ներկայացնեմ։ Ուրեմն երկրորդը դա հիվանդությունների աստղն է, ըստ ֆենշուի, հարավում ունենք 7-րդ աստղը, 7-ը դա կոնֆլիկտների, ուրեմն վեճերի, հետ կապված աստղն է։ Հարավ-արևմուտքում ունենք 9-րդ աստղի առկայությունը, որը համարվում է ներկա պահին ամենադրական աստղը բոլոր իմաստներով։ Արևմուտքում ունենք 5-րդ աստղը, 5-րդ աստղը ըստ թռչող աստղերի տեսության համարվում է ամենաբացասական աստղը, այն բերում է միայն բացասական իրադարձություններ, խնդիրներ, հիվանդություն, խնդիրներ, մի խոսքով փորձում ենք 5-ից խուսափել։ Ուրեմն հյուսիս-արևմուտքում ունենք 4-րդ աստղը, 4-րդ աստղը դա ավելի շատ կապված է գիտելիքի, ուսման եւ ինչու՞ չէ նաեւ մարդու գրավչության բարձրացման հետ։ Հյուսիսում ունենք 8-րդ աստղը, որը համարվում է ֆինանսական աստղ, բայց քանի որ մենք հիմա քիչ-քիչ անցնում ենք արդեն 9-րդ շրջանի մեջ, ավելի ճիշտ օֆիցիալ արդեն անցել ենք, 8-ը համարվում է մի փոքր ավելի թուլացած վիճակում, քանի որ 8-ը նախորդ 20-ամյակի առաջնայինն էր, բայց ամեն դեպքում դեռ ինքը մնում է որպես ֆինանսական էներգիա։ Հյուսիս-արևելքում ունենք 6-րդ աստղը, 6-րդ աստղը իրենից ներկայացնում է կարիերայի, ստատուսի բարձրացման, առաջընթացի, էներգիան է, եւ արևելքում ունենք առաջի աստղը, իսկ առաջի աստղը դա օգնությանն է, օգնության աստղն է, օգնություն շրջապատից, օգնություն մարդկանցից, բավականին հետաքրքիր եւ օգտակար աստղ է։ Եթե մենք ամսվա աստղերը համադրում ենք տարվա աստղերի հետ, աջ կողմում ներկայացված են տարվա աստղերը, եթե համադրում ենք, ապա ստանում ենք որոշակի էներգետիկ, այսպես ասած, կոմբինացիա։ Հետևաբար, ինչ ենք ստանում։ Արդեն այստեղ ես նշումները կատարել եմ, կարմիրով նշվածները դրանք բացասական ուղղություններն են, իսկ կանաչով նշվածները դրանք դրականն են։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հուլիս ամսվա ընթացքում, ավելի կոնկրետ հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 7-ը ընկած հատվածը ցանկալի չէ ճանապարհորդել դեպի հարավ, ինչու, որտեվ հարավում մենք ունենք 5-րդ աստղը տարեկան, որը ամենաբացասականն է, եւ ունենք 7-րդ աստղը, որը կոնֆլիկտների հետ է կապված, այսինքն մենք ցանկալի չէ, որ ճանապարհորդենք այդ ուղղությամբ։ Արևմուտքում ունենք ամսվա 5-րդ աստղը եւ 3-րդ աստղը։ Երրորդ աստղը իրենից ներկայացնում է եւս բացասական աստղ, համարում ենք, որ այն կապված է նաեւ վնասվածքների, կոտրվածքների հետ, փորձում ենք չօգտագործել, բնականաբար արևմտյան դեպի արևմուտք եւս ցանկալի չէ շարժվել։ Հյուսիս-արևմուտք ունենք 4 եւ 2 աստղերի համադրություն։ 4-ը դրական աստղ է եւ 4-ը նաեւ փայտի էլեմենտով է ներկայացվում, երկրորդը հողի էլեմենտով է ներկայացվում եւ երկուսը դա հիվանդությունների աստղն է։ Ընդհանրապես տարվա ընթացքում դեպի հյուսիս-արևմուտք ցանկալի չէ ճանապարհորդել, որտեղ հիվանդությունների աստղը ամեն դեպքում առկա է։
Եվ այս ամիս, քանի որ էլեմենտների հակադրությունն ենք, այսինքն փայտի եւ հողի էլեմենտի հակադրություն, ապա հյուսիս-արևմուտք եւս ցանկալի չէ ճանապարհորդել։ Հիմա նայենք հյուսիսը։ Հյուսիսում մենք ունենք տարվա 6-րդ աստղը, որը դրական աստղ է համարվում, եւ ունենք 8-րդ աստղը, որը համարվում է եւս դրական։ Ես նշել եմ կանաչով եւ հետեւաբար դեպի հյուսիս ճանապարհորդությունը դրական է համարվում։ Եթե նայենք հյուսիս-արևելքը, մենք ունենք 6-ի եւ 4-ի առկայություն, հիանալի կոմբինացիա է, էներգետիկ, ինչու, որովհետեւ 4-ը դա փայտի էլեմենտ է, 6-ը ջրի։ Ջուրը սնում է փայտին, հետեւաբար դեպի հյուսիս-արևելք, հուլիս ամսին ճանապարհորդությունները կտան հիանալի արդյունք։ Արևելքում ունենք առաջի աստղը, որը օգնության աստղն է, հա, շատ հետաքրքիր աստղ, իմիջիայլոց սովորաբար ֆենշոյում ասում են, եթե չգիտեք, որ աստղը ակտիվացրեք հենց մեկ աստղը, մեկ ուրեմն էներգիան եւ ունենք 8-ի առկայություն, 8-ը ֆինանսներն էր, հիշում ենք, մեկը մեզ մոտ դա եւս դրական է, հա, այնպես որ դեպի արևելք եւս դրական է։ Ունենք եւս երկու հատված, որոնք ես չեմ նշել, համարել եմ դրանք նեյտրալ, ոչ դրական, ոչ բացասական։ Երկուսը 9-ի հետ տալիս է ուրեմն նեյտրալություն եւ 9-ը 7-ի հետ եւս տալիս է նեյտրալություն։ Ոստի խորհուրդ կտամ, եթե կարող եք չճանապարհորդել, մի ճանապարհորդեք, իհարկե ոչ մի վտանգավոր բան չկա դեպի հարավ-արևելք եւ հարավ-արևմուտք, բայց ամեն դեպքում դրանք համարվում են նեյտրալ, հա։ Հիմա ինչ է նշանակում, երբ որ ասում ենք դեպի այդ ուղղությամբ ճանապարհորդությունը։ Երբ որ մենք շարժվում ենք դեպի այդ ուղղությունը, պետք է հիշենք, հա, որ խոսքը գնում է 24 ժամից ավել տվյալ տարածքում մնալուն, հա, օրինակ, եթե մենք ապրում ենք, ենթադրենք, հա, ինչ որ քաղաքում եւ այլ քաղաք ենք ուզում ճանապարհորդենք, մի քանի օրով ուզում ենք այնտեղ մնանք, հա, ինչ որ գործնական ճանապարհորդություն է կամ հանգստի հետ կապված, ու եթե դա գտնվում է հյուսիսում, մեր բնակավայրից հյուսիսում, ապա այս ամիս այն համարվում է դրական։ Եթե այն գտնվում է հարավում, ապա դա համարվում է բացասական։ Եթե մենք շարժվում ենք մեր լոկացիայից, մեր բնակավայրից դեպի տվյալ ուղղությունը, օրինակ գնում ենք դեպի արևմուտք, մենք գնում ենք դեպի բացասական էներգիա եւ մենք վերցնում ենք այդ էներգիան, եթե մենք տվյալ տարածքում մնում ենք 24 ժամից ավել, հա։ Ինչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Իրադարձությունները կարող են տարբեր լինել, իրադարձությունները կարող են լինել շատ բացասական, իրադարձությունները կարող են լինել խնդիրներ, հա, կարող են առաջանալ կապված աստղերի համակցությունից։ Օրինակ, եթե մենք գնում ենք դեպի արևմուտք, հուլիս ամսին, ապա մենք կարող ենք խնդիրներ ունենալ վնասվածքների հետ, հա, հնարավոր է ինչ-որ դեպք տեղի ունենա, դրանից հետո կամ հետադարձ ճանապարհի ժամանակ ինչ որ խնդիր կարող են ունենալ, որովհետև մենք գնացել ենք դեպի բացասական էներգիա եւ բնականաբար մենք գնացել ենք այդ տարածքում, հա, լոկացիայում եւ ակտիվացրել ենք այդ էներգիան։ Ինձ թվում է դուք էլ կունենաք որոշակի պատմություններ կամ լսած կլինեք պատմություններ, երբ որ մարդիկ ճանապարհորդել են մի վայրից մեկ այլ վայր, երկրից երկիր, քաղաքից քաղաք ու նրանց հետ ինչ որ դեպքեր են տեղի ունեցել, հա, հնարավոր բացասական դեպքեր, մարդիկ հիվանդացել են, մարդիկ ինչ որ խնդիրների են հանդիպել, հա, միգուցե ծախսերի հետ կապված, հա, ֆինանսական կորուստ ունեցել կամ առողջականի հետ կապված խնդիրներ ունեցել, եթե փորձեք մտաբերել, ապա համոզված եմ բոլորդ էլ լսած կլինեք կամ միգուցե դուք ինքներդ կունենաք նման փորձառություն։ Եվ իհարկե կա դրա նաև հակառակ կողմը, երբ որ մարդիկ ունենում են շատ դրական իրադարձություններ, հա, գրանցում են դրական իրադարձություններ, օրինակ տեղափոխվում են մի վայրից մեկ այլ վայր, գնում են հանգստանալու, չգիտեմ, ունենում են խոշոր շահում, հա, կամ ինչ որ հետաքրքիր հանդիպում ա տեղի ունենում, օգնություն են ստանում, հարցերն են իրենց լուծվում եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչը ունի նշանակություն, որովհետեւ ցանկացած ուրեմն հետևանք ունի պատճառ։ Երբ որ մենք կարողանում ենք պատճառը գտնել, հետեւաբար կարողանում ենք նաեւ կատարել ճիշտ պլանավորում։ Հիմա ինչա տալիս այս ինֆորմացիան մեզ։ Այս ինֆորմացիան նախ մեզ տալիս է մեծ հսկայական մի հատ գիտելիք, որի հիման վրա մենք կարող ենք մեր կյանքը կազմակերպել, այսինքն զուտ ոչ թե ճանապարհորդել, այլ ճանապարհորդել ճիշտ ուղղություններով։ Ես արդեն երկար ժամանակ է հետևում եմ սրան եւ իմ բոլոր ճանապարհորդությունները ես փորձում եմ կազմակերպել
ըստ դրական ուղղությունների, որքանով որ հնարավոր է, որովհետև դրա արդյունքը ես զգացել եմ։ Բացի այն, որ մենք պետք է ընտրենք լավ օր ճանապարհորդությունը սկսելու համար, ուղղությունները ևս շատ կարևոր են։ Հիմա, հուլիս ամսվա մեջ, իհարկե սա ես ներկայացրել եմ իմ ամսվա վերլուծության մեջ, բայց եթե դուք չեք դիտել վիդեոն ամբողջությամբ, ապա ես եւս մեկ անգամ կներկայացնեմ լավագույն ուղղությունները ամսվա ընթացքում, որտեղ կարելի է ճանապարհորդել ձեր ներկա, ուրեմն, լոկացիայից։ Ուրեմն լավագույն դրականը դա արևելք, հյուսիս եւ հյուսիս-արևելք։ Բացական ուղղությունները, որոնք ցանկալի չէ, օգտագործել հարավ, արևմուտք, հյուսիս-արևմուտք եւ հարավ-արևելք։ Հիմա եկեք անդրադառնանք ամենակարևորին։ Ինչպես բացահայտել ուղղությունները, ինչպես որոշել, որովհետեւ շատ հաճախ դժվար է, մարդկանց համար որոշել, թե օրինակ, իրենց քաղաքից, տվյալ քաղաքը, որ ուզում են ճանապարհորդել, որ ուղղության վրա է գտնվում, կամ իրենց երկրից դեպի մեկ այլ երկիր, ճանապարհորդության համար, որ ընտրել եք, որ ուղղության վրա է գտնվում։ Դրա համար իմ կայքում, armensethagyan.com կայքում մենք ունենք շատ հետաքրքիր հաշվիչ, մտնում ենք armensethagyan.com կայք, այնուհետև մտնում ենք հաշվիչներ բաժինը, այս հատվածում է գտնվում ու իջնում ենք քարտեզ։ Սխմում ենք քարտեզի վրա ու մեզ մոտ բացվում է քարտեզը, շատ հետաքրքիր բան է, ծրագիր է ու շատ հեշտ օգտագործելու համար։ Ուրեմն, ստեղ գրված է, անգլերենով է գրված, բայց ոչ մի բարդ բան չկա, point A, point A-ն դա ձեր այն տեղն է, լոկացիան, որտեղ դուք գտնվում եք։ Ստեղ այս պահին գրված է Armenia, կարող ենք նաև գրել քաղաքը, լատինատառ են գրում եւ ընտրում ենք Երևան, ենթադրենք մենք ուզում ենք Երևանից գնալ որտեղ, օրինակ Փարիզ, Փարիզ։ Փարիզ։ Տեսեք, միանգամից ինքը նշում է A կետից B կետ ուղղությունը եւ այստեղ տեսեք գրված է ազիմուտ A-ից B, Ստեղ աստիճանն է գրված, դա այս պահին ձեզ այդքան էական չի, պետք չէ, ու գրած է Northwest։ Northwest-ը դա հյուսիս-արևմուտքն է։ Եվ հակառակ ուղղությունն է գրվում, նաև reverse հակառակ ուղղությունը, որը ցույց է տալիս east։ East-ը դա դեպի արևելք։ Այսինքն, Երևանից դեպի Փարիզ ճանապարհորդելուց մենք գնում ենք դեպի հյուսիս-արևմուտք, բայց հետադարձը մեզ մոտ լինում է դեպի արևելք։ Հիմա, ինչա տեղի ունենում, ժողովուրդ ջան։ Եկեք հետ գնանք մեր Feng Shui ուրեմն թռչող աստղերին ու տեսնենք, եթե մենք այս ամիս ճանապարհորդեինք Երևանից դեպի Փարիզ, ինչպիսի հնարավոր սցենարներ կարող էինք մենք ունենալ։ Հիմա նայում ենք, տեսեք, եթե մենք գնում ենք դեպի հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևմուտքում մեզ մոտ գտնվում է 4-րդ աստղը եւ գտնվում է 2-րդ աստղը, հիվանդությունների աստղը տարեկան եւ 4-րդ աստղը։ Սա համարվում է բացասական ուղղություն, բացասական ուղղություն եւ ինչ կարող է տեղի ունենալ։ Հնարավոր սցենարներից մեկը դա կարող է լինել ուրեմն առողջության հետ կապված խնդիրներ, եթե դուք արդեն ունեք ինչ-որ առողջական խնդիրներ, ապա դուք նման ճանապարհորդությամբ կակտիվացնեք ձեր առողջական խնդիրը, եթե այն քնած վիճակում էր, խրոնիկ հիվանդություն է, որը քնած էր, դուք այն կակտիվացնեք։ Կամ հնարավոր է ինքնազգացողության հետ կապված խնդիրներ ունենաք, երբ որ հասնեք Փարիզ, եւ ամբողջ ձեր ճանապարհորդության ընթացքում հնարավոր է նման խնդիրներ։ Մյուս խնդիրը կարող է կապված լինել ձեր անձի անունի հետ կապված ինչ-որ խնդիրներ, ինչը վերաբերվում է հենց ձեր ստատուսին։ Եթե մենք Փարիզից ճանապարհորդում ենք հետ դեպի ուրեմն Հայաստան, դա արդեն լինում է արևելք։ Պետք է ի նկատի ունենանք, որ եթե հետադարձ ճանապարհորդությունը տեղի ունենա մինչև օգոստոսի 7-ը, ապա այս պատկերը դեռ ակտիվ է, այսինքն դեպի արևելք հետադարձ ճանապարհորդությունը ինքը կլինի դեպի դրական ուղղություն, դեպի դրական ուղղություն։ Իսկ երբ որ մենք գալիս ենք դեպի դրական ուղղություն, մենք ակտիվացնում ենք մեկ աստղը եւ 8-րդ աստղը, մեկը դա օգնությունն է, դա լավագույն
աստղերից մեկն է ֆենշույում ու նորից կրկնվեմ, ֆենշույում միշտ ասում են, եթե չգիտես որ աստղը ակտիվացնես, ակտիվացրու մեկը, հա։ Այսինքն այն համարվում է մաքսիմալ դրական ուղղություն եւ ունենք տարվա 8-րդ աստղը, որը ֆինանսներին է վերաբերվում։ Այսինքն այլ կերպ մեկնաբանեմ, ֆինանսական օգնություն, հա, օգնություն ֆինանսների հետ կապված։ Եթե մենք ունենք խնդիրներ ֆինանսականի հետ կապված, մենք այդ օգնությունը կստանանք հետադարձի ժամանակ։ Իհարկե, ինչ որտեղ կարելի է ասել, որ մենք մեր որոշ խնդիրներ կարող ենք ունենալ ճանապարհորդության ժամանակ, եւ այդ խնդիրները հետո կլուծվեն, երբ որ մենք վերադառնանք, հա, այսպես կարելի է մեկնաբանել։ Իհարկե, միշտ չէ, որ դուք գնում եք բացասական ուղղությամբ ու միանգամից դուք այդ բացասական ազդեցությունը զգում եք ձեր կյանքում ինչ որ բացասական իրադարձություն է տեղի ունենում։ Ոչ, դա այդպես չէ։ Հնարավոր է նաև նման դեպք լինում են շատ դեպքեր, երբ որ անձը ճանապարհորդում է բացասական ուղղությամբ, իսկ նրա ընտանիքում տեղի են ունենում բացասական իրադարձություններ։ Դա եւս այդպես հնարավոր է, որ դրսևորվի, եթե դուք շատ բացասական իրադարձություններ ուղղությամբ եք գնում, հա, նման դեպքեր է կարող է լինել։ Ես չեմ ուզում ձեզ վախեցնեմ, ուղղակի սա այն է, ինչ աշխատում է, ինչ հազարամյակների ընթացքում մարդիկ ուսումնասիրել են եւ տեսել են սրա արդյունավետությունը, հա։ Սա շատ կարեւոր է։ Իմիջիայլոց ասեմ, որ մեծ գերտերությունների, հա, կարևոր ուրեմն դեմքերը, ովքեր որ ճանապարհորդում են, նրանք ճանապարհորդում են հենց ֆենշուի թռչող աստղերով, հա։ Ես սա ուսումնասիրել եմ բազմիցս եւ կարևոր հանդիպումների ժամանակ նրանք ճանապարհորդում են միայն դրական ուղղություններով, որովհետեւ նրանք գիտեն, որ սա ինչպես է աշխատում, հա։ Սա շատ կարևոր բան է ու եթե դուք էլ սկսեք օգտագործել, ապա ժամանակի ընթացքում կհամոզվեք ու կզգաք դրա արդյունավետության մեջ։ Այսքանը հուսամ հետաքրքիր էր, եթե հետաքրքրեց թեման, անպայման սեղմեք լայք կոճակ, զանգակը նաև, որպեսզի հաջորդ վիդեոները բաց չթողնեք, նաև կիսվեք այս վիդեոյով ձեր շրջապատում եւ իհարկե գրեք մեկնաբանություններում ինչպիսի փորձառություններ եք դուք ունեցել ճանապարհորդությունների ժամանակ, ինչպես են ընթացել ձեր ճանապարհորդությունները, միգուցե ճանապարհորդությունից հետո ինչ որ դրական փոփոխություններ են եղել կամ հակառակը, հա, եղել են ինչ-որ բացասական իրադարձություններ, անպայման օգտվեք կայքում եղած հաշվիչից եւ փորձեք կատարել ճիշտ պլանավորում։ Մաղթում եմ բոլորիդ հաճելի հանգիստ եւ կհանդիպենք հաջորդ անգամ։